Ջերմորեն բաժանում եմ հարգելի վարչապետ, հարգելի պարոն Փաշինյան, շատ հաճելի է ձեզ կրկին ողջունել մեր ժողովրդավարության տանը, շնորհակալ ենք, որ այսօր միացել եք մեզ եւ անհամբեր սպասում եմ լիագումար նիստում ձեր ելույթին, որը քիչ անց մի քանի րոպեից կլինի։ Նախ եւ առաջ ասեմ հետեւյալը, երբ Եվրոպան նայում է Հայաստանին, մենք տեսնում ենք ընկեր, բարեկամ, եւ հույս ունեմ, երբ Հայաստանը նայում է դեպի Եվրոպա, դուք էլ տեսնում եք գործընկերոջ եւ դաշնակցի։ Ձեր առաջնորդությամբ, հարգելի պարոն վարչապետ, շատ մեծ նվաճումներ են եղել Եվրոպական քաղաքական համայնքի նախորդ օկտեմբերի Կոպենհագենյան մեր նախորդ ժողովից ի վեր։ Դեկտեմբերին Եվրոպական միությունը եւ Հայաստանը համաձայնեցրեցին ռազմավարական նորօրակարգ Եվրամիություն-Հայաստան գործընկերության շրջանակում։ Այս քայլը մեր հարաբերություններում կաջակցի ժողովրդավարական բարեփոխումներին, կամրապնդի տնտեսական դիմակայունությունը, կամրապնդի իրավունքի գերիշխանությունը եւ խորացնի անվտանգության ոլորտում համագործակցությունը։ Մենք նաեւ ողջունում ենք այն հանգամանքը, որ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը ներկայացվել։ Այս ամենը նպաստում է մեր տարբեր ոլորտներում մեր համագործակցությունն ամրապնդելու Եվրոպայի ընդհանուր նպատակին եւ շատ վստահ եմ, որ մեր խորհրդարանները կշարունակեն առաջացած դեր ունենալ ձեր երկիրը մեր միությանն ավելի մոտ բերելու հարցում։ Այս ոգով անհամբեր սպասում ենք մեր քննարկումները շարունակելուն, ինչը կլինի հաջորդ շաբաթ Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի նիստի շրջանակում, որին մենք լիահույս սպասում ենք եւ նույնչափ անհամբեր սպասում ենք Եվրոպական քաղաքական համայնքի ժողովին մասնակցելուն, որի արդիվ ես Երևանում կլինեմ։ Վերջին օրերին Իրանի իրադարձությունների ֆոնին Հայաստանը մարդասիրական կարևորագույն միջանցք է դարձել։ Ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել, ինչպես քիչ առաջ արեցի երկու հանդիպման ընթացքում։ Շնորհակալ եմ, որ օգնել եք Եվրոպայի քաղաքացիներին տարհանմանը։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, խոսքը ձեզ է փոխանցվում։